Երկիրը չէ այն, ինչ դուք մտածում եք։ Այն ոչ թե պինդ, անխախտ գունդ է, որը պտտվում է տիեզերքում։ Այն դատարկություն է, որը պահվում է միասին միայն անտեսանելի ուժերի շնորհիվ։ Եթե կարողանայինք սեղմել ամբողջ երկիրը 6 միլիարդ կիլոգրամ նյութը, բոլոր օվկիանոսները, բոլոր լեռները, ամբողջ երկաթե ներքին միջուկը, մինչ 8 մմ 87 մմ, այն ակնթարթորեն կվերածվի սխորոջի։ Ոչ թե աստիճանաբար։ Ոչ թե դանդաղ փոխակերպմամբ։ Ակնթարթորեն։ Ամբողջ մեր աշխարհը, ամբողջ պատմությունը, ամբողջ կյանքը կսեղմվի մեկ անտեսանելի կետի մեջ, որտեղ տարածությունը ժամանակը դադարում են գոյություն ունենալ այնպես, ինչպես մենք ճանաչում ենք դրանք։ Սա ոչ թե գիտական ֆանտաստիկա է։ Սա ֆիզիկայի օրենք է, որը գործում է ամեն տեղ, ամեն ժամանակ, ամեն օբյեկտի համար։ Ինչու՞։ Այն նյութը, որը թվում է այդքան պինդ իրականում գրեթե ամբողջությամբ դատարկություն։ Ինչու՞։ Էգոյություն ունենում այդ մագիական սահման 8 մմ 87, որը բաժանում է մոլորակը սխորոջից։ Ինչպես է հնարավոր, որ լույսը, որը ճանապարհորդում է 300,000 կմ/վ, կարող է հայտնվել բանտարկված անկարող փախչել։ Եվ ինչու է այս օրենքը ունիվերսալ, գործում է հավասարապես ատոմի գալակտիկայի համար։ Պատասխանը փոխում է ամեն ինչ, ինչ մենք մտածում ենք իրականության մասին։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք բռնում եք քար, դուք բռնում եք դատարկություն։ Ատոմները, որոնք կազմում են այդ քարը, գրեթե ամբողջությամբ դատարկ տարածություն են։ Եթե ատոմի միջուկը լիներ ֆուտբոլի գնդակի չափի, ամենամոտ էլեկտրոնը գտնվելու էր 30 կիլոմետր հեռավորության վրա։ Մեջտեղում ոչինչ։ Բացարձակ դատարկություն։ Բայց դուք զգում եք քարը պինդ, անթափանց, իրական։ Ինչով է այն պահվում միասին։ Ինչու՞։ Այն չի փլուզվում իր սեփական դատարկության մեջ։ Պատասխանը թաքնված է ուժերի մեջ, որոնք մենք չենք տեսնում, բայց որոնք կառավարում են ամեն ինչ։ Հին հույները հավատում էին, որ նյութը բաղկացած է 4 տարրերից՝ հող, ջուր, օդ, կրակ։ Նրանք մտածում էին, որ այս տարրերը հիմնարար են, անբաժանելի, հավերժական։ Բայց նրանք սխալվում էին ոչ թե մանրամասներում, այլ ամբողջ հայեցակարգում։ Նյութը ոչ թե բաղկացած է տարրերից։ Նյութը բաղկացած է դատարկությունից, որը պահվում է միասին ուժերի կողմից։ Դեմոկրիտոսը, հին հույն փիլիսոփա, առաջին անգամ պատկերացրեց ատոմը, անբաժանելի մասնիկը։ Նա նստած էր Աբդերայի լողափին մտածում էր, եթե շարունակես բաժանել նյութը, արդյոք կհասնես մի կետի, որտեղ այլս հնարավոր չէ բաժանել։ Նա կոչեց այն ատոմոսը անբաժանելի։ Բայց նա չգիտեր, որ նույնիսկ ատոմը բաժանելի է։ Նա չգիտեր, որ ատոմի ներսում կա ամբողջ տիեզերք, միջուկ, էլեկտրոններ, անհավատալի քանակությամբ դատարկություն։ 2000 տարի անց, երբ Էրնեստ Ռեզերֆորդը կրակեց ալֆա մասնիկներ ոսկե փայլաթիթեղի վրա, նա սպասում էր, որ դրանք կանցնեն ուղիղ։ Բայց որոշ մասնիկներ հետ էին ցատկում։ Նա ասաց, որ սա նման էր կրակելու 15 դյույմանոց արկ թղթի թերթի վրա տեսնելու, թե ինչպես այն հետ է ցատկում։ Այդ պահին նա հասկացավ, ատոմի ներսում կա մի փոքրիկ, անհավատալի խիտ միջուկ, որը պարունակում է գրեթե ամբողջ զանգվածը։ Մնացածը՝ դատարկություն։ Բայց եթե ատոմը գրեթե ամբողջությամբ դատարկ է, ինչու՞։ Նյութը թվում պինդ։ Պատասխանը կայանում է էլեկտրամագնիսական ուժում։ Երբ դուք դիպչում եք սեղանին, ձեր ձեռքի ատոմների էլեկտրոնները հետ են մղում սեղանի ատոմների էլեկտրոնները։ Դուք երբեք իրականում չեք դիպչում սեղանին։ Դուք զգում եք էլեկտրոնների միջ հետ մղող ուժը։ Դուք զգում եք դատարկության դիմադրությունը։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք քայլում եք դատարկության վրա, որը պահվում է միասին անտեսանելի ուժերի կողմից։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք շնչում եք, դուք ներշնչում եք դատարկություն։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք նայում եք հայելուն, դուք տեսնում եք դատարկություն, որը կազմակերպված է այնպես, որ կարող է մտածել իր սեփական գոյության մասին։ Սա ոչ թե պոեզիա է։ Սա ֆիզիկայի իրականությունն է։ Բայց կա մի սահման, որտեղ այս դատարկությունը կարող է փլուզվել իր սեփական մեջ։ Կա մի կետ, որտեղ ուժերը, որոնք պահում են ատոմները բաց, այլս չեն կարող դիմակայել գրավիտացիային։ Այդ սահմանը կոչվում է Շվարցշիլդի շառավիղ։ Եվ երկրի համար այդ շառավիղը 8 մմ 87 Կարլ Շվարցշիլդը եղել է գերմանացի ֆիզիկոս, որը լուծեց Այնշտայնի դաշտային հավասարումները 1916 թվականին։
Նա լուծեց դրանք ռազմաճակատում առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում մի քանի ամիս առաջ քան մահանալը։ Նա գտավ մաթեմատիկական լուծում, որը ցույց էր տալիս, եթե բավարար զանգված սեղմվի բավարար փոքր տարածության մեջ, տարածությունը կծալվի իր սեփական մեջ կստեղծի սխորոջ։ Շվարցշիլդը չէր հավատում, որ նման բան կարող է իրականում գոյություն ունենալ։ Նույնիսկ Այնշտայնը չէր հավատում։ Նրանք մտածում էին, որ սա պարզապես մաթեմատիկական տարօրինակություն է, ոչ թե ֆիզիկական իրականություն։ Բայց նրանք սխալվում էին։ Տիեզերքը լի է սխորոջներով։ Եվ յուրաքանչյուր զանգված ունի իր սեփական Շվարցշիլդի շառավիղը, այն սահմանը, որտեղ այն կվերածվի սխորոջի։ Երկրի համար այդ շառավիղը 8 մմ 87/100-ը։ Արի համար 3 կիլոմետր։ Ձեր մարմնի համար անհավատալի փոքր թիվ, որը գրեթե անիմաստ է։ Բայց սկզբունքը նույնն է։ Ցանկացած զանգված, եթե սեղմվի բավարար փոքր տարածության մեջ, կվերածվի սխորոջի։ Պատկերացրեք, որ դուք սկսում եք սեղմել երկիրը։ Սկզբում ոչինչ էական չի փոխվում։ Ապարները սեղմվում են, օվկիանոսները խտանում են, մթնոլորտը կոմպրեսվում է։ Բայց երկիրը դեռ երկիր է։ Հետո դուք սեղմում եք ավելի ուժեղ։ Ատոմները սկսում են փլուզվել։ Էլեկտրոնները մղվում են դեպի միջուկները։ Նյութը դառնում է այնպիսի խիտ, որ մեկ թեյի գթալ կշռի միլիոնավոր տոննա։ Բայց դեռ ոչինչ անդառնալի չի տեղի ունեցել։ Դեռ կա ճանապարհ հետ։ Հետո դուք հասնում եք Շվարցշիլդի շառավղին։ 8 մմ 87/100-ը։ Եվ այդ պահին ամեն ինչ փոխվում է։ Տարածությունը ծալվում է իր սեփական մեջ։ Գրավիտացիան դառնում է այնքան ուժեղ, որ ոչինչ չի կարող դիմակայել։ Նույնիսկ լույսը, որը ճանապարհորդում է 300,000 կմ/վ, չի կարող փախչել։ Երկիրը դադարում է լինել մոլորակ, դառնում է սխորոջ։ Սա տեղի է ունենում ակնթարթորեն։ Ոչ թե վայրկյանների ընթացքում։ Ոչ թե միլիվայրկյանների ընթացքում։ Ակնթարթորեն։ Քանի որ երբ տարածությունը սկսում է ծալվել, ժամանակը դադարում է գոյություն ունենալ այնպես, ինչպես մենք ճանաչում ենք այն։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք նետում եք գնդակ օդ, դուք տեսնում եք գրավիտացիան աշխատանքի մեջ։ Գնդակը բարձրանում է, դանդաղում է, վերադառնում է ներք։ Բայց պատկերացրեք, որ դուք նետում եք այն ավելի ու ավելի արագ։ Ի վերջո, եթե նետեք այն 11 կմ/վ, այն կփախչի երկրի գրավիտացիայից երբեք չի վերադառնա։ Սա կոչվում է փախուստի արագություն։ Բայց սխորոջի մոտ փախուստի արագությունը ավելի մեծ է, քան լույսի արագությունը։ Եվ քանի որ ոչինչ չի կարող շարժվել ավելի արագ, քան լույսը, ոչինչ չի կարող փախչել։ Նույնիսկ լույսը ինքը։ Սխորոջը ոչ թե անցք է տիեզերքում։ Այն տարածության շրջան է, որտեղ գրավիտացիան այնքան ուժեղ է, որ ծալել է տարածությունը իր սեփական մեջ։ Պատկերացրեք ռետինե թերթ, որի վրա դրված է ծանր գունդ։ Թերթը ծալվում է, ստեղծելով փոս։ Սխորոջը նման է անսահման խոր փոսի, որտեղ թերթը ծալվել է այնքան շատ, որ դարձել է անցանելի։ Բայց ինչ է տեղի ունենում այդ փոսի ներսում։ Ինչ է տեղի ունենում, երբ երկիրը սեղմվում է 8 մմ 87/100-ից ավելի փոքր։ Ամբողջ զանգվածը շարունակում է սեղմվել դեպի կենտրոն։ Ատոմները փլուզվում են։ Միջուկները փլուզվում են։ Նույնիսկ տարրական մասնիկները փլուզվում են։ Ամեն ինչ սեղմվում է մեկ անսահման փոքր կետի մեջ՝ սինգուլյարություն։ Սինգուլյարությունը ոչ թե փոքր օբյեկտ է։ Այն կետ է, որտեղ մեր ֆիզիկայի օրենքները դադարում են աշխատել։ Այն կետ է, որտեղ խտությունը դառնում է անսահման։ Այն կետ է, որտեղ տարածությունը, ժամանակը խառնվում են կորցնում իրենց իմաստը։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք նայում եք գիշերային երկնքին, դուք նայում եք անցյալ։ Լույսը, որը գալիս է աստղերից, ճանապարհորդել է տարիներ, հարյուրավոր տարիներ, հազարավոր տարիներ։ Դուք տեսնում եք աստղերը ոչ թե այնպիսին, ինչպիսին նրանք են հիմա, այլ այնպիսին, ինչպիսին նրանք եղել են երբեմն անցյալում։ Բայց սխորոջի մոտ այս հասկացությունը դառնում է ավելի տարօրինակ։ Երբ օբյեկտը ընկնում է սխորոջ, արտաքին դիտորդի համար այն երբեք չի հասնում իրադարձությունների հորիզոն, այն սահմանը, որտեղից լույսը չի կարող փախչել։ Օբյեկտը դանդաղում է, սառեցնում է ժամանակի մեջ։ Բայց օբյեկտի իր տեսանկյունից այն անցնում է հորիզոնը նորմալ կերպով շարունակում է դեպի սինգուլյարություն։ Ժամանակը հարաբերական է։
Իրականությունը հարաբերական է։ Սխորոճը ոչ թե օբյեկտ է տիեզերքում։ Այն տիեզերքի մի մաս է, որը ծալվել է իր սեփական մեջ։ Այն տարածության շրջան է, որտեղ գրավիտացիան հաղթել է բոլոր այլ ուժերին։ Այն վայր է, որտեղ նյութը վերադարձել է իր ամենահիմնական վիճակին՝ մաքուր գրավիտացիոն էներգիա։ Եվ Երկիրը, այս կապույտ մարմարե գունդը, որը մենք կոչում ենք տուն, կարող է վերածվել սխորոճի, եթե սեղմվի 8 մմ 87/100-րդ։ Ոչ թե պետք է հատուկ պայմաններ։ Ոչ թե պետք է էկզոտիկ նյութ։ Պարզապես պետք է բավարար սեղմում։ Սա ունիվերսալ օրենք է։ Սա տիեզերքի հիմնական կանոն է։ Յուրաքանչյուր զանգված կրում է իր մեջ սխորոճի հնարավորությունը։ Յուրաքանչյուր օբյեկտ ունի իր Շվարցշիլդի շառավիղ։ Մենք չենք վերածվում սխորոճների միայն այն պատճառով, որ մենք բավարար խիտ չենք։ Բայց հնարավորությունը միշտ այնտեղ է, թաքնված մեր զանգվածի մեջ, սպասելով բավարար սեղմման։ Սխորոճը ոչ թե մահվան խորհրդանիշ է։ Այն փոխակերպման խորհրդանիշ է։ Այն ցույց է տալիս, որ նյութը, տարածությունը, ժամանակը ոչ թե ֆիքսված են, այլ ճկուն, փոփոխական, կախված պայմաններից։ Այն ցույց է տալիս, որ տիեզերքը շատ ավելի տարօրինակ է, քան մենք երբևէ պատկերացրել ենք։ Եվ ամենաշմեցուցիչը, սա բոլորը հետում է մեկ պարզ սկզբունքից։ Զանգվածը ծալում է տարածությունը։ Բավարար զանգված բավարար փոքր տարածության մեջ ծալում է տարածությունը այնքան շատ, որ այն փակվում է իր սեփական մեջ։ Սա ոչ թե բարդ է։ Սա խորը պարզ է։ Եվ այդ պարզությունը դարձնում է այն ավելի հզոր։ Բայց ինչպես է հնարավոր, որ պարզ սեղմումը, մեխանիկական ակտը, կարող է ոչնչացնել տարածության ինքը։ Ինչպես է հնարավոր, որ 8 մմ 87/100-րդը դառնում է այն սահմանը, որտեղ Երկիրը դադարում է լինել մոլորակ, դառնում է տարածության անդունդ։ Պատասխանը թաքնված է գրավիտացիայի բնույթի մեջ, այն ուժի մեջ, որը մենք զգում ենք յուրաքանչյուր վայրկյան, բայց երբեք իսկապես չենք հասկանում։ Գրավիտացիան ոչ թե ուժ է, որը գործում է հեռավորության վրա։ Այն տարածության ինքը, ծալված, թեքված, աղավաղված զանգվածի ներկայությամբ։ Պատկերացրեք տրամպոլին, որի վրա դրված է բոուլինգի գունդ։ Տրամպոլինի մակերեսը ծալվում է, ստեղծելով փոս։ Եթե դուք գլորեք փոքր մարմար այդ մակերեսի վրա, այն կսահի դեպի փոսը ոչ թե այն պատճառով, որ գունդը քաշում է այն, այլ այն պատճառով, որ մակերեսը ինքը թեքված է։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք գլորում եք մարմար թեք մակերեսի վրա, դուք տեսնում եք նույն սկզբունքը, օբյեկտները հետում են տարածության կորագծին։ Սա է գրավիտացիան։ Ոչ թե քաշող ուժ, այլ տարածության երկրաչափություն։ Բայց երբ զանգվածը դառնում է բավականաչափ խիտ, երբ այն սեղմվում է բավականաչափ փոքր տարածության մեջ, տրամպոլինի փոսը դառնում է այնքան խոր, որ դառնում է անվերջ։ Մակերեսը ծալվում է իր սեփական մեջ, ստեղծելով կետ, որտեղից ոչինչ չի կարող դուրս գալ։ Սա ոչ թե մետաֆորա է։ Սա մաթեմատիկական իրականությունն է, որը նկարագրված է Այնշտայնի դաշտային հավասարումներով։ Այդ հավասարումները ցույց են տալիս, որ տարածությունը, ժամանակը ոչ թե ֆիքսված բեմ են, որի վրա տեղի է ունենում տիեզերքը։ Նրանք ինքնին դինամիկ են, ճկուն, արձագանքող զանգվածի էներգիայի ներկայությանը։ Այնշտայնը հասկացավ սա 1915 թվականին, երբ նա նստած էր իր գրասենյակում Բեռլինում, պատկերացրեց մարդու, որը ընկնում է տանիքից։ Ընկնող մարդը չի զգա իր սեփական քաշը։ Նա կլինի անկշռության վիճակում, ճիշտ այնպես, ինչպես տիեզերագնացը տիեզերքում։ Այդ պահին Այնշտայնը հասկացավ, գրավիտացիան արագացումը նույն երույթի երկու դեմքերն են։ Նա կոչեց սա իր կյանքի ամենաերջանիկ մտքը։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք զգում եք անկշռություն վերելակում, որը արագ իջնում է, դուք զգում եք այն սկզբունքը, որը հանգեցրեց ընդհանուր հարաբերականության տեսությանը։ Այդ մտքից Այնշտայնը հասավ ավելի խորը պատկերացման։ Եթե գրավիտացիան արագացումը տարբերել չեն կարող, ապա գրավիտացիան պետք է լինի տարածության երկրաչափության արդյունք։ Զանգվածը պետք է ծալի տարածությունը, այդ ծալքը պետք է որոշի, թե ինչպես են շարժվում օբյեկտները։ Նա 10 տարի աշխատեց մաթեմատիկայի վրա, որը կնկարագրի այս ծալքը։ Արդյունքը եղավ 10 փոխկապակցված դիֆերենցիալ հավասարումներ, որոնք այնքան բարդ էին, որ նույնիսկ Այնշտայնը դժվարանում էր լուծել դրանք։ Բայց Շվարցշիլդը լուծեց դրանք։ Նա լուծեց դրանք ռազմաճակատում, հիվանդ լինելով մի քանի ամիս առաջ, քան մահանալը։ Նա գտավ ճշգրիտ լուծում սֆերիկ զանգվածի համար։
Եվ այդ լուծումը ցույց տվեց մի բան անսպասելի՝ գոյություն ունի շառավիղ, որտեղ տարածության ծալքը դառնում է անսահման։ Այդ շառավիղը հիմա կրում է նրա անունը։ Շվարցշիլդի շառավիղը հաշվարկվում է պարզ բանաձով, 2 անգամ գրավիտացիոն հաստատունը բազմապատկած զանգվածի վրա, բաժանված լույսի արագության քառակուսու վրա։ Երկրի համար, երբ դուք տեղադրում եք 6 միլիարդ կիլոգրամ այդ բանաձում, դուք ստանում եք 8 մմ 87/100-րդ։ Սա ոչ թե կամայական թիվ է։ Սա տիեզերքի հիմնական հաստատունների ուղղակի հետանք է։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք հաշվարկում եք բանաձով որևէ արդյունք, օրինակ, ինչքան ժամանակ է պետք ավտոմեքենայով հասնելու համար, դուք օգտագործում եք նույն սկզբունքը։ Բանաձը միացնում է պարամետրները, տալիս է ճշգրիտ պատասխան։ Բայց ինչ է տեղի ունենում այդ շառավիղում։ Ինչու է այն այդքան հատուկ։ Պատասխանը կայանում է փախուստի արագության մեջ։ Ցանկացած մակերեսից օբյեկտը կարող է փախչել, եթե այն շարժվի բավականաչափ արագ։ Երկրի մակերեսից փախուստի արագությունը 11 կմ/վ է։ Արի մակերեսից 617 կմ/վ։ Բայց երբ դուք սեղմում եք զանգվածը, փախուստի արագությունը մեծանում է։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք նետում եք քար վերնայում, թե ինչպես այն վերադառնում է ներք, դուք տեսնում եք գրավիտացիան աշխատանքի մեջ, քարը չունի բավարար արագություն փախչելու համար։ Երբ դուք հասնում եք Շվարցշիլդի շառավղին, փախուստի արագությունը դառնում է հավասար լույսի արագությանը։ Եվ քանի որ ոչինչ չի կարող շարժվել ավելի արագ, քան լույսը, ոչինչ չի կարող փախչել։ Սա ոչ թե տեխնիկական սահմանափակում է։ Սա տիեզերքի հիմնական օրենք է։ Լույսի արագությունը ոչ թե պարզապես արագ արագություն է։ Այն տարածության ժամանակի կառուցվածքի մաս է։ Այն սահմանն է, որը բաժանում է պատճառը հետանքը։ Պատկերացրեք, որ դուք կանգնած եք երկրի մակերեսին, որը սեղմված է մինչ 10 կմ տրամագից։ Գրավիտացիան այնքան ուժեղ կլինի, որ ձեր մարմինը կսեղմվի անճանաչելի։ Բայց դեռ, տեսականորեն, դուք կարող եք փախչել, եթե ունենաք բավարար հզոր հրթիռ։ Հիմա պատկերացրեք, որ երկիրը սեղմված է մինչ 1 կմ։ Փախուստի արագությունը հիմա մոտ է լույսի արագությանը։ Ձեզ պետք կլինի հրթիռ, որը կարող է արագանալ գրեթե լույսի արագությամբ։ Հիմա պատկերացրեք, որ երկիրը սեղմված է մինչ 8 մմ 87/100-րդ։ Փախուստի արագությունը հիմա ճիշտ լույսի արագությունն է։ Նույնիսկ լույսի ճառագայթը, որը ճանապարհորդում է 300,000 կմ/վ, չի կարող փախչել։ Սա է իրադարձությունների հորիզոնը։ Սա է այն սահմանը, որը բաժանում է տիեզերքը երկու շրջանների, ներսում, որտեղից ոչինչ չի կարող դուրս գալ, դրսում, որտեղ դեռ հնարավոր է փախչել։ Սա ոչ թե ֆիզիկական պատ է։ Սա տարածության երկրաչափության հետանք է։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք նայում եք հորիզոն, տեսնում, թե ինչպես երկինքը հանդիպում է երկրին, դուք տեսնում եք տեսողական հորիզոն, սահման, որից դուրս դուք չեք կարող տեսնել։ Իրադարձությունների հորիզոնը նման է, բայց ավելի հիմնարար սահման, որից դուրս տեղեկատվությունը չի կարող ճանապարհորդել։ Բայց ինչ է տեղի ունենում, երբ դուք անցնում եք այդ հորիզոնը։ Արտաքին դիտորդի համար դուք երբեք չեք անցնում։ Ձեր պատկերը դանդաղում է, կարմրում է, սառեցնում է հորիզոնի վրա։ Սա տեղի է ունենում, քանի որ լույսը, որը գալիս է ձեզանից, պետք է ավելի ու ավելի շատ էներգիա ծախսի գրավիտացիոն դաշտից դուրս բարձրանալու համար։ Այն կորցնում է էներգիա, նրա ալիքի երկարությունը ձգվում է, այն տեղափոխվում է դեպի կարմիր։ Վերջապես, հորիզոնի վրա, լույսը կորցնում է ամբողջ իր էներգիան, դադարում է հասնել արտաքին դիտորդին։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք լսում եք շարժվող մեքենայի ազդանշանը, որը հեռանում է ձեզանից, նկատում, թե ինչպես ձայնը դառնում է ավելի ցածր, դուք լսում եք նույն էֆեկտը, Դոպլերի էֆեկտը։ Լույսի համար սա նշանակում է կարմրացում։ Բայց ձեր սեփական տեսանկյունից ոչինչ հատուկ չի տեղի ունենում հորիզոնի վրա։ Դուք անցնում եք այն նորմալ կերպով։ Դուք չեք զգում որևէ պատ, որևէ սահման։ Տարածությունը շարունակում է լինել հարթ ձեր անմիջական շրջակայքում։ Բայց դուք հիմա ներսում եք։ Եվ ներսում ամեն ուղղություն ցույց է տալիս դեպի սինգուլյարություն։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք մտնում եք միակողմանի, դուր չեք կարող վերադառնալ, դուք զգում եք նույն անդառնալիությունը, թե ավելի թույլ ձով։ Սինգուլյարությունը ոչ թե տարածության կետ է։ Այն ժամանակի պահ է։ Երբ դուք անցնում եք հորիզոնը, ձեր ապագան դառնում է սինգուլյարություն։
Դուք չեք կարող խուսափել դրանից ավելի, քան դուք կարող եք խուսափել վաղվանից։ Տարածությունը ժամանակը փոխանակել են իրենց դերերը։ Ներսում ռադիալ ուղղությունը, որը ցույց է տալիս դեպի կենտրոն, դառնում է ժամանակային։ Դուք շարժվում եք դեպի սինգուլյարություն ոչ թե տարածության մեջ, այլ ժամանակի մեջ։ Սա այնքան տարօրինակ է, որ գրեթե անհասկանալի է։ Բայց մաթեմատիկան հստակ է։ Շվարցշիլդի լուծումը ցույց է տալիս, որ հորիզոնի ներսում ժամանակի տարածության կոորդինատները փոխանակվում են։ Այն, ինչ դրսում էր տարածական ուղղություն, ներսում դառնում է ժամանակային։ Եվ այն, ինչ դրսում է ժամանակ, ներսում ձեռք է բերում տարածական բնույթ։ Պատկերացրեք, որ դուք ընկնում եք սխորոջ։ Առաջին րոպեներին ոչինչ անսովոր չի թվում։ Դուք տեսնում եք աստղերը շրջապատում ձեզ։ Բայց աստիճանաբար դուք նկատում եք, որ աստղերը սկսում են կենտրոնանալ ձեր վերում, մինչդեռ ներքում երկինքը դառնում է մութ։ Սա տեղի է ունենում, քանի որ լույսի ճանապարհները ծալվում են գրավիտացիոն դաշտի կողմից։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք նայում եք ջրի մեջ տեսնում, թե ինչպես օբյեկտները թվում են աղավաղված, դուք տեսնում եք նույն սկզբունքը՝ լույսը ճանապարհորդում է կորագծերով, որոնք ծալված են միջավայրի կողմից։ Հետո դուք սկսում եք զգալ ալեկոծիկ ուժերը։ Ձեր ոտքերը, որոնք ավելի մոտ են սինգուլյարությանը, քաշվում են ավելի ուժեղ, քան ձեր գլուխը։ Այս տարբերությունը ձգում է ձեզ, ձգում է ձեր մարմինը։ Ֆիզիկոսները կոչում են սա սպագետիֆիկացիա։ Դուք ձգվում եք ինչպես սպագետի, երկար-բարակ։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք զգում եք ձեր մարմնի տարբեր մասերի վրա տարբեր ուժեր, օրինակ, երբ դուք կախված եք ձեռքերից զգում, թե ինչպես ձեր ոտքերը քաշվում են ներք, դուք զգում եք ալեկոծիկ ուժերի փոքր տարբերակը։ Ալեկոծիկ ուժերը մեծանում են, երբ դուք մոտենում եք սինգուլյարությանը։ Վերջապես նրանք դառնում են այնքան ուժեղ, որ պատռում են ատոմները։ Նրանք պատռում են միջուկները։ Նրանք պատռում են տարրական մասնիկները։ Ամեն ինչ, ինչ դուք եք, քայքայվում է իր ամենահիմնական բաղադրիչների մեջ ընկնում է սինգուլյարություն։ Բայց ինչ է սինգուլյարությունը։ Մաթեմատիկան ասում է, որ այն կետը, որտեղ խտությունը դառնում է անսահման տարածության կորագիծը, դառնում է անսահման թեք։ Բայց ֆիզիկան չի կարող իրականում աշխատել անսահմանություններով։ Երբ մեր հավասարումները տալիս են անսահմանություն, դա նշանակում է, որ մենք հասել ենք մեր տեսության սահմանին։ Շատ ֆիզիկոսներ հավատում են, որ սինգուլյարությունը ոչ թե իսկապես անսահման է։ Նրանք հավատում են, որ քվանտային մեխանիկան, որը նկարագրում է ամենափոքր մասշտաբները, պետք է փոխի պատկերը։ Բայց մենք դեռ չունենք քվանտային գրավիտացիայի տեսություն։ Մենք դեռ չգիտենք, թե ինչ է տեղի ունենում, երբ գրավիտացիան դառնում է այնքան ուժեղ, որ քվանտային էֆեկտները դառնում են կարևոր։ Սա է ֆիզիկայի մեծագույն չլուծված խնդիրներից մեկը։ Ինչպես միավորել ընդհանուր հարաբերականությունը, որը նկարագրում է գրավիտացիան, քվանտային մեխանիկան, որը նկարագրում է ամեն ինչ մյուսը։ Սխորոջները տեղ են, որտեղ այս երկու տեսությունները բախվում են։ Նրանք լաբորատորիաներ են, որտեղ տիեզերքը փորձարկում է իր սեփական սահմանները։ Յուրաքանչյուր զանգված կրում է իր մեջ սխորոջի հնարավորությունը։ Յուրաքանչյուր օբյեկտ ունի իր շվարցշիլդի շառավիղ։ Մենք չենք վերածվում սխորոջների միայն այն պատճառով, որ մենք բավարար խիտ չենք։ Բայց հնարավորությունը միշտ այնտեղ է, թաքնված մեր զանգվածի մեջ, սպասելով բավարար սեղմման։ Բայց սխորոջները ոչ թե միայն տեսական տարօրինակություններ են։ Նրանք իրական են, նրանք ամենուր են տիեզերքում։ Յուրաքանչյուր մեծ գալակտիկայի կենտրոնում կա գերմասիվ սխորոջ, միլիոնավոր կամ միլիարդավոր անգամ ավելի մասիվ, քան Ա-ը։ Մեր սեփական գալակտիկայի կենտրոնում կա սխորոջ, որը կոչվում է Սագիտարիուսը աստղ, որը 4 միլիոն անգամ ավելի մասիվ է, քան Ա-ը։ Մենք չենք կարող տեսնել այն ուղղակիորեն, բայց մենք տեսնում ենք աստղերը, որոնք պտտվում են դրա շուրջը անհավատալի արագությամբ։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք տեսնում եք մոլորակներ, որոնք պտտվում են Արի շուրջը մոդելում, դուք տեսնում եք նույն սկզբունքը՝ օբյեկտները պտտվում են անտեսանելի զանգվածի շուրջը։ 1996 թվականին աստղագետ Անդրեա Գեզը սկսեց դիտել աստղերը մեր գալակտիկայի կենտրոնի մոտ։ Նա տեսավ, որ նրանք շարժվում են անհավատալի արագ ուղեծրերով։ Մի աստղ, որը կոչվում է S2, պտտվում է անտեսանելի օբյեկտի շուրջ 15 տարում։ Նրա ամենամոտ կետում այն շարժվում է 5000 կմ/վ, լույսի արագության 2%-ը։ Այդ շարժումներից Գեզը հաշվարկեց կենտրոնական օբյեկտի զանգվածը։ Այն եղավ 4 միլիոն արային զանգված։
Բայց օբյեկտը պետք է լիներ ավելի փոքր, քան արի ուղեծիրը, հակառակ դեպքում աստղերը կբախվեին դրան։ Միակ օբյեկտը, որը կարող է ունենալ այդքան զանգված այդքան փոքր տարածության մեջ, սխորոչն է։ Գեզը ստացավ Նոբելյան մրցանակ այս աշխատանքի համար 2020 թվականին։ Բայց ինչպես են ձևավորվում սխորոչները։ Ամենահայտնի ճանապարհը աստղային կոլապսն է։ Երբ մասիվ աստղը սպառում է իր միջուկային վառելիքը, այն այլևս չունի էներգիա դիմակայելու իր սեփական գրավիտացիային։ Արտաքին շերտերը պայթում են գերնորայի մեջ, բայց ներքին միջուկը փլուզվում է։ Եթե միջուկը բավականաչափ մասիվ է, ավելի քան 3 արային զանգված, ոչինչ չի կարող դադարեցնել կոլապսը։ Այն շարունակում է սեղմվել, մինչ դառնում է սխորոչ։ Պատկերացրեք աստղ, որը 10 անգամ ավելի մասիվ է, քան Ա-ը։ Միլիարդավոր տարիների ընթացքում այն այրում է իր միջուկում հիդրոգենը հելիումի, հելիումը ածխածնի, ածխածինը թթվածնի, այլն, մինչ հասնում է երկաթին։ Երկաթը հատուկ է։ Այն ամենակայուն տարրն է։ Երկաթի միջուկների միաձուլումը չի արտադրում էներգիա, այլ կլանում է էներգիա։ Երբ աստղի միջուկը դառնում է երկաթ, միջուկային ռեակցիաները դադարում են։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք տեսնում եք երկաթ մտածում, թե որքան ամուր է այն, դուք տեսնում եք տարրը, որը դադարեցնում է աստղերի սիրտը։ Առանց միջուկային ճնշման, որը հակակշռում է գրավիտացիան, միջուկը փլուզվում է։ Այն փլուզվում է ոչ թե դանդաղ, այլ կատաստրոֆիկ արագությամբ։ Մի վայրկյանում միջուկը, որը չափը երկրի չափն է, սեղմվում է մի քանի տասնյակ կիլոմետր։ Այդ կոլապսը այնքան բռնկուն է, որ ստեղծում է ցնցումային ալիք, որը պայթեցնում է աստղի արտաքին շերտերը։ Մենք տեսնում ենք սա որպես գերնորա, պայթյուն, որը կարող է լինել ավելի պայծառ, քան ամբողջ գալակտիկան։ Բայց ներսում, միջուկում, կոլապսը շարունակվում է։ Եթե միջուկը բավականաչափ մասիվ է, այն անցնում է Շվարցշիլդի շառավիղը, դառնում է սխորոչ։ Ամբողջ պրոցեսը տում է վայրկյաններ։ Աստղը, որը գոյություն ունեցել է միլիարդավոր տարիներ, մահանում է, վերածվում է սխորոչի մի քանի վայրկյանում։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք տեսնում եք մոմ, որը այրվում է, հանկարծ մարում է, դուք տեսնում եք նույն սկզբունքը փոքր մասշտաբով, էներգիայի աղբյուրը սպառվում է, համակարգը փլուզվում է։ Բայց կան այլ ճանապարհներ ձևավորելու սխորոչներ։ Երկու նեյտրոնային աստղերը կարող են միաձուլվել, ստեղծել սխորոչ։ Սխորոչները կարող են միաձուլվել միմյանց հետ, ստեղծել ավելի մեծ սխորոչներ։ Եվ տիեզերքի շատ վաղ պահերին, անմիջապես մեծ պայթյունից հետո, խտության տատանումները կարող էին ստեղծել պրիմորդիալ սխորոչներ, որոնք ձևորվել են ոչ թե աստղային կոլապսից, այլ տիեզերքի ինքնին խտության տատանումներից։ Յուրաքանչյուր այս պրոցեսը հանգեցնում է նույն վերջնական վիճակին՝ սխորոչ։ Եվ բոլոր սխորոչները, անկախ նրանց ծագումից, նկարագրվում են միայն 3 պարամետրերով՝ զանգված, պտտման արագություն, էլեկտրական լիցք։ Ամեն ինչ մյուսը, նյութի տեսակը, որը ձևորել է սխորոչը, նրա պատմությունը, նրա կազմը, կորած է։ Ֆիզիկոսները կոչում են սա ոչ մազերի թեորեմ։ Սխորոչը ոչ մազեր ունի, ոչ մի հատկություն, որը կարող է տարբերել մեկ սխորոչը մյուսից, բացի այդ 3 պարամետրերից։ Սա նշանակում է, որ սխորոչը, որը ձևորվել է հիդրոգենից, անտարբերելի է սխորոչից, որը ձևորվել է երկաթից կամ ածխածնից կամ ցանկացած այլ տարրից։ Ամբողջ տեղեկատվությունը կորած է։ Կամ գուցե ոչ։ Սա հանգեցնում է մեկ այլ խորը հարցի՝ տեղեկատվության պարադոքսին։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք ջնջում եք ֆայլ համակարգչից, դատարկում եք աղբարկղը, դուք զգում եք նույն հարցը փոքր մասշտաբով՝ արդյոք տեղեկատվությունը իսկապես կորել է, թե պարզապես դարձել անհասանելի։ Քվանտային մեխանիկան ասում է, որ տեղեկատվությունը չի կարող ոչնչանալ։ Եթե դուք գիտեք համակարգի ճշգրիտ վիճակը մեկ պահին, դուք կարող եք հաշվարկել նրա վիճակը ցանկացած այլ պահին։ Բայց սխորոչը կարծես ոչնչացնում է տեղեկատվությունը։ Ամեն ինչ, ինչ ընկնում է սխորոչ, կորչում է սինգուլյարության մեջ։ Սթիվեն Հոքինգը ցույց տվեց 1974 թվականին, որ սխորոչները ոչ թե ամբողջովին սեն։ Նրանք ճառագայթում են քվանտային էֆեկտների պատճառով։ Վիրտուալ մասնիկների զույգերը, որոնք անընդհատ ստեղծվում, ոչնչանում են դատարկ տարածության մեջ, կարող են բաժանվել իրադարձությունների հորիզոնի մոտ։ Մեկ մասնիկը ընկնում է սխորոչ, մյուսը փախչում է։ Արտաքին դիտորդի համար սա թվում է, որ սխորոչը ճառագայթում է։ Այս ճառագայթումը կոչվում է Հոքինգի ճառագայթում։ Այն նշանակում է, որ սխորոչները դանդաղ կորցնում են զանգված։ Նրանք գոլորշանում են։
Շատ փոքր սխորոճների համար այս գոլորշացումը կարող է լինել արագ։ Շատ մեծ սխորոճների համար այն անհավատալի դանդաղ է։ Սխորոճ, որը զանգվածով հավասար է արին, կգոլորշանա 10 հզորությամբ 67 տարում, անհամեմատ ավելի երկար, քան տիեզերքի ներկա տարիքը։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք տեսնում եք սառույցի կտոր, որը դանդաղ հալվում է արի տակ, դուք տեսնում եք նույն սկզբունքը՝ օբյեկտը դանդաղ կորցնում է իր զանգվածը շրջակա միջավայրին։ Բայց Հոքինգի ճառագայթումը ստեղծում է պարադոքս։ Ճառագայթումը պատահական է։ Այն չի կրում տեղեկատվություն այն մասին, թե ինչ ընկավ սխորոճ։ Այսպիսով, երբ սխորոճը ամբողջովին գոլորշանում է, տեղեկատվությունը կարծես կորած է։ Սա հակասում է քվանտային մեխանիկային։ Սա է տեղեկատվության պարադոքսը։ Ֆիզիկոսները դեռ վիճում են այս պարադոքսի լուծման մասին։ Որոշները հավատում են, որ տեղեկատվությունը կոդավորված է Հոքինգի ճառագայթման մեջ նուրբ կորելացիաներով։ Մյուսները հավատում են, որ տեղեկատվությունը պահպանվում է սխորոճի ներսում, ազատվում է վերջնական պայթյունում, երբ սխորոճը ամբողջովին գոլորշանում է։ Դեռ ուրիշներ հավատում են, որ մենք պետք է վերանայենք մեր հասկացությունները տարածության ժամանակի մասին։ Սխորոճները ոչ թե պարզապես տիեզերքի տարօրինակ օբյեկտներ են։ Նրանք լաբորատորիաներ են, որտեղ ֆիզիկայի ամենահիմնարար օրենքները փորձարկվում են իրենց սահմաններում։ Նրանք տեղեր են, որտեղ գրավիտացիան, քվանտային մեխանիկան, թերմոդինամիկան հանդիպում են, բախվում են։ Նրանք տեղեր են, որտեղ մեր տեսությունները ցույց են տալիս իրենց սահմանափակումները, մեզ ուղղորդում են դեպի նոր հասկացություններ։ Եվ Երկիրը, այս կապույտ մարմարե գունդը, կարող է վերածվել սխորոճի, եթե սեղմվի 8 մմ 87/100-րդ։ Սա ոչ թե պարզապես մաթեմատիկական տարօրինակություն է։ Սա տիեզերքի հիմնական օրենքի արտահայտություն է։ Զանգվածը ծալում է տարածությունը։ Բավարար զանգված բավարար փոքր տարածության մեջ ծալում է տարածությունը այնքան շատ, որ այն փակվում է իր սեփական մեջ։ Եվ այդ փակ տարածությունը դառնում է սխորոճ, տարածության շրջան, որտեղից ոչինչ չի կարող փախչել, որտեղ ժամանակը տարածությունը փոխանակում են իրենց դերերը, որտեղ ամեն ուղղություն ցույց է տալիս դեպի սինգուլյարություն։ Յուրաքանչյուր զանգված կրում է իր մեջ սխորոճի հնարավորությունը։ Յուրաքանչյուր օբյեկտ ունի իր Շվարցշիլդի շառավիղ։ Մենք չենք վերածվում սխորոճների միայն այն պատճառով, որ մենք բավարար խիտ չենք։ Բայց հնարավորությունը միշտ այնտեղ է, թաքնված մեր զանգվածի մեջ, սպասելով բավարար սեղմման։ Եվ այդ հնարավորությունը ոչ թե վախի աղբյուր է, այլ զարմանքի։ Այն ցույց է տալիս, որ տիեզերքը շատ ավելի հարուստ է, շատ ավելի տարօրինակ է, շատ ավելի գեղեցիկ է, քան մենք երբեք պատկերացրել ենք։ Բայց եթե մենք քայլ առ քայլ հետել ենք այս անհավատալի ճանապարհին, սկսած ատոմների դատարկությունից մինչ սինգուլյարության խորհուրդը, ապա այժմ պետք է կանգ առնենք, տեսնենք ամբողջ պատկերը միասին։ Մենք խոսեցինք Շվարցշիլդի շառավղի մասին, այն մագիական սահմանի մասին, որտեղ Երկիրը դառնում է սխորոճ։ Մենք խոսեցինք տարածության ծալքի մասին, իրադարձությունների հորիզոնի մասին, սինգուլյարության մասին։ Բայց այժմ տեսեք, այս բոլոր ելույթները ոչ թե առանձին, անկապ փաստեր են։ Նրանք բոլորը արտահայտություններ են մեկ ավելի խորը սկզբունքի, որը գործում է ամենուր, ամեն մակարդակում, ամեն օբյեկտի համար։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք սեղմում եք սպունգ, տեսնում, թե ինչպես ջուրը դուրս է գալիս, դուք տեսնում եք նույն սկզբունքը փոքր մասշտաբով։ Սեղմումը փոխում է ներքին կառուցվածքը, փոխում է հատկությունները, փոխում է վարքագիծը։ Բայց սպունգը դեռ սպունգ է։ Այն չի վերածվում ինչ-որ այլ բանի։ Երկիրը, երբ սեղմվում է մինչ Շվարցշիլդի շառավիղ, անցնում է որակական սահման։ Այն դադարում է լինել մոլորակ, դառնում է ինչ-որ հիմնովին այլ բան։ Մենք խոսեցինք նա գազավորված ըմպելիքի մասին, որտեղ փուչիկները սպասում են իրենց ազատմանը։ Մենք խոսեցինք ատոմների մասին, որոնք գրեթե ամբողջությամբ դատարկություն են։ Մենք խոսեցինք տրամպոլինի մասին, որը ծալվում է ծանր գնդի տակ։ Այս բոլոր մետաֆորաները ցույց են տալիս նույն իրականությունը, նյութը ոչ թե պինդ, անփոփոխ բան է։ Այն դինամիկ է, ճկուն է, արձագանքող է ուժերին, որոնք գործում են դրա վրա։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք տեսնում եք սառույցը, որը հալվում է, դառնում է ջուր, հետո գոլորշանում է, դառնում է գոլորշի, դուք տեսնում եք փուլային անցումներ։ Նույն մոլեկուլները, երկու հիդրոգեն մեկ թթվածին, բայց երեք տարբեր վիճակներ՝ պինդ, հեղուկ, գազ։ Յուրաքանչյուր վիճակ ունի իր սեփական հատկությունները, իր սեփական վարքագիծը։
Սխորոճը նման է չորրորդ փուլային անցմանը, անցում այնպիսի ծայրահեղ պայմաններին, որ նյութը դադարում է գոյություն ունենալ այնպես, ինչպես մենք ճանաչում ենք այն։ Բայց կա ավելի խորը շերտ։ Մենք խոսեցինք գրավիտացիայի մասին որպես տարածության ծալքի։ Բայց ինչու՞։ Զանգվածը ծալում է տարածությունը։ Պատասխանը կայանում է էներգիայի տարածության հարաբերության մեջ։ Այնշտայնի ամենահայտնի հավասարումը էներգիան հավասար է զանգվածին բազմապատկած լույսի արագության քառակուսու վրա, ցույց է տալիս, որ զանգվածը էներգիան նույն բանի երկու դեմքերն են։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք տաքացնում եք ջուր, զգում, թե ինչպես այն դառնում է ավելի թեթ, բարձրանում է, դուք տեսնում եք էներգիայի ազդեցությունը նյութի վրա։ Ջերմային էներգիան փոխում է մոլեկուլների վարքագիծը, փոխում է խտությունը, փոխում է շարժումը։ Սխորոճում էներգիան այնքան կենտրոնացված է, որ այն ծալում է ոչ թե նյութը, այլ տարածությունը ինքը։ Մենք խոսեցինք ալեկոծիկ ուժերի մասին, այն ուժերի մասին, որոնք ձգում են օբյեկտը, երբ այն ընկնում է սխորոճ։ Բայց ալեկոծիկ ուժերը ոչ թե հատուկ են սխորոճներին։ Նրանք գործում են ամենուր, որտեղ գրավիտացիոն դաշտը փոխվում է տարածության մեջ։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք զգում եք ձեր մարմնի տարբեր մասերի վրա տարբեր ուժեր, օրինակ, երբ դուք թռում եք, զգում, թե ինչպես ձեր ոտքերը հպվում են հողին առաջ, դուք զգում եք ալեկոծիկ ուժերի փոքր տարբերակը։ Եվ այժմ տեսեք, բոլոր այս ելույթները կապված են մեկ կենտրոնական գաղափարի հետ։ Տարածությունը ոչ թե դատարկ բեմ է, որի վրա տեղի է ունենում տիեզերքը։ Տարածությունը ինքը դինամիկ է, ճկուն է, արձագանքող է էներգիայի զանգվածի ներկայությանը։ Այն կարող է ծալվել, թեքվել, ձգվել, սեղմվել։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք նայում եք հայելուն, տեսնում ձեր արտացոլանքը, դուք տեսնում եք լույսը, որը ճանապարհորդել է տարածության միջով։ Բայց այդ տարածությունը ոչ թե պարզ, ուղիղ ճանապարհ է։ Այն ծալված է երկրի զանգվածի կողմից, արի զանգվածի կողմից, գալակտիկայի զանգվածի կողմից։ Լույսը հետում է այդ ծալքերին, ճանապարհորդում է կորագծերով, որոնք որոշվում են տարածության երկրաչափությամբ։ Սխորոճը տեղ է, որտեղ այդ ծալքերը դառնում են այնքան ծայրահեղ, որ դառնում են տեսանելի, չափելի, անխուսափելի։ Այնտեղ է, որտեղ տարածության երկրաչափությունը դառնում է այնքան աղավաղված, որ փոխում է ամեն ինչ, լույսի ճանապարհները, ժամանակի հոսքը, նյութի վարքագիծը։ Այնտեղ է, որտեղ տիեզերքը ցույց է տալիս իր ամենածայրահեղ դեմքը։ Բայց ինչու՞։ Այս օրենքը համընդհանուր։ Ինչու՞։ Այն գործում հավասարապես ատոմի գալակտիկայի համար։ Պատասխանը կայանում է նրանում, որ գրավիտացիան ոչ թե ընտրողական ուժ է։ Այն գործում է յուրաքանչյուր զանգվածի, յուրաքանչյուր էներգիայի վրա, առանց բացառության։ Յուրաքանչյուր մասնիկ, յուրաքանչյուր ատոմ, յուրաքանչյուր մոլեկուլ ծալում է տարածությունը իր շուրջը։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք բարձրացնում եք ծանր տուփ, զգում ձեր մկանների լարվածությունը, դուք պայքարում եք երկրի գրավիտացիոն դաշտի դեմ։ Բայց այդ տուփը ինքը նույնպես ունի գրավիտացիոն դաշտ։ Այն ծալում է տարածությունը իր շուրջը, թե այնքան փոքր, որ անհնար է չափել սովորական գործիքներով։ Եթե դուք կարողանայիք սեղմել այդ տուփը մինչ նրա Շվարցշիլդի շառավիղ, անհավատալի փոքր թիվ, այն կվերածվի սխորոճի։ Սա է համընդհանուր օրենքի գեղեցկությունը։ Այն չի կախված մասշտաբից։ Այն չի կախված նյութի տեսակից։ Այն չի կախված պայմաններից։ Այն պարզապես գործում է, միշտ, ամենուր, անխափան։ Զանգվածը ծալում է տարածությունը։ Բավարար զանգված բավարար փոքր տարածության մեջ ծալում է տարածությունը այնքան շատ, որ այն փակվում է իր սեփական մեջ։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք տեսնում եք ջրի կաթիլ, որը կախված է ծորակից, դուք տեսնում եք մակերեսային լարվածությունը աշխատանքի մեջ։ Մոլեկուլները պահում են միմյանց, ստեղծելով թաղանթ, որը դիմակայում է գրավիտացիային։ Բայց երբ կաթիլը դառնում է չափազանց մեծ, չափազանց ծանր, մակերեսային լարվածությունը այլևս չի կարող պահել այն։ Կաթիլը ընկնում է։ Սա փուլային անցում է, պահ, երբ մեկ ուժը հաղթում է մյուսին։ Շվարցշիլդի շառավիղը նման է այդպիսի փուլային անցման կետին, պահ, երբ գրավիտացիան հաղթում է բոլոր այլ ուժերին, տարածությունը փլուզվում է իր սեփական մեջ։ Բայց կա մեկ շերտ, որը ավելի խորն է։ Մենք խոսեցինք տեղեկատվության պարադոքսի մասին, այն հարցի մասին, թե արդյոք տեղեկատվությունը կորչում է սխորոճում։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք կարդում եք գիրք, հասկանում եք նրա իմաստը, դուք վերածում եք ֆիզիկական նշանները, թանաքի կետերը թղթի վրա, մտավոր հասկացությունների։ Տեղեկատվությունը գոյություն ունի երկու մակարդակներում՝ ֆիզիկական, վերացական։ Սխորոճները ստիպում են մեզ բախվել այս հարցերին։
Որոշ ֆիզիկոսներ հավատում են, որ տեղեկատվությունը հիմնարար է։ Բայց անկախ նրանից, թե որ տեսակետն է ճիշտ, մեկ բան հստակ է։ Սխորոճները ցույց են տալիս, որ տիեզերքը շատ ավելի խորն է, շատ ավելի տարօրինակ է, շատ ավելի փոխկապակցված է, քան մենք երբեք պատկերացրել ենք։ Նրանք ցույց են տալիս, որ տարածությունը, ժամանակը, նյութը, էներգիան, տեղեկատվությունը ոչ թե առանձին, անկախ բաներ են։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք տեսնում եք ծովի ալիքներ, որոնք գալիս են լողափ, դուք տեսնում եք էներգիայի տարածումը միջավայրի միջով։ Ալիքները ոչ թե ջուրը չեն տեղափոխում։ Նրանք տեղափոխում են էներգիան, տեղեկատվությունը։ Ջուրը պարզապես շարժվում է վեր-վար, բայց ալիքի ձը ճանապարհորդում է առաջ։ Երբ երկու սխորոճներ միաձուլվում են, նրանք ստեղծում են գրավիտացիոն ալիքներ տարածության ինքնին մեջ, որոնք տարածվում են լույսի արագությամբ։ Այդ ալիքները ձգում սեղմում են տարածությունը, երբ նրանք անցնում են։ Մենք հայտնաբերեցինք այդ ալիքները 2015 թվականին, 100 տարի անց Այնշտայնի կանխատեսումից։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք լսում եք երաժշտություն, զգում ձայնի ալիքները, որոնք տատանում են ձեր ականջների թմբուկները, դուք զգում եք նույն սկզբունքը։ Ալիքները տեղեկատվություն են տեղափոխում միջավայրի միջով։ Գրավիտացիոն ալիքները տեղեկատվություն են տեղափոխում տարածության ինքնին միջով։ Եվ այժմ, երբ մենք տեսել ենք ամբողջ պատկերը, սկսած Շվարցշիլդի շարավղից մինչ գրավիտացիոն ալիքները, սկսած ատոմների դատարկությունից մինչ տարածության ծալքը, մենք կարող ենք հասկանալ, թե ինչու է այս օրենքը այդքան հիմնարար։ Սա ոչ թե պարզապես մաթեմատիկական բանաձ է։ Սա տիեզերքի լեզուն է, լեզու, որը խոսում է զանգվածի, էներգիայի, տարածության, ժամանակի միջ հարաբերությունների մասին։ Յուրաքանչյուր զանգված կրում է իր մեջ սխորոճի հնարավորությունը։ Յուրաքանչյուր օբյեկտ ունի իր Շվարցշիլդի շարավիղ։ Մենք չենք վերածվում սխորոճների միայն այն պատճառով, որ մենք բավարար խիտ չենք։ Բայց հնարավորությունը միշտ այնտեղ է, թաքնված մեր զանգվածի մեջ, սպասելով բավարար սեղմման։ Եվ այդ հնարավորությունը ոչ թե վախի աղբյուր է, այլ զարմանքի։ Այն հիշեցնում է մեզ, որ մենք ապրում ենք տիեզերքում, որը կառավարվում է համընդհանուր օրենքներ, որոնք միավորում են ամենափոքրը, ամենամեծը, ամենապարզը, ամենաբարդը, ամենահայտնին, ամենախորհրդավորը։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք նայում եք ձեր ձեռքին, մտածում, թե որքան պինդ է այն, հիշեք, այն գրեթե ամբողջությամբ դատարկություն է, պահվում միասին անտեսանելի ուժերի կողմից։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք նայում եք երկինք, տեսնում աստղերը, հիշեք, դուք նայում եք տարածության միջով, որը ծալված է, թեքված է, աղավաղված է այդ աստղերի զանգվածի կողմից։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք զգում եք ձեր քաշը, հիշեք, դուք զգում եք երկրի կողմից ստեղծված տարածության ծալքը։ Եվ յուրաքանչյուր անգամ, երբ դուք մտածում եք սխորոճների մասին, հիշեք, նրանք ոչ թե տարօրինակ բացառություններ են, այլ տիեզերքի հիմնական օրենքի ծայրահեղ արտահայտություններ։ Արդյոք մենք երբեք կհասկանանք լիովին սխորոճների խորհուրդը։ Արդյոք մենք երբեք կլուծենք տեղեկատվության պարադոքսը, կմիավորենք քվանտային մեխանիկան գրավիտացիան, կբացահայտենք սինգուլյարության իրական բնույթը։ Գուցե այո, գուցե ոչ։ Բայց յուրաքանչյուր հարց, որը մենք տալիս ենք, յուրաքանչյուր պատասխան, որը մենք գտնում ենք, մեզ մոտեցնում է ավելի խորը հասկացությանը։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես սկսեցինք։ Երկիրը չէ այն, ինչ դուք մտածում եք։ Մենք խոսեցինք դատարկության մասին, որը պահվում է միասին անտեսանելի ուժերով։ Մենք խոսեցինք 8 մմ 87/100-ի մասին, այն մագիական սահմանի մասին, որտեղ մոլորակը դառնում է սխորոճ։ Բայց այժմ, երբ անցել ենք այս ճանապարհը, սկսած ատոմների դատարկությունից մինչ տարածության ծալքը, սկսած Շվարցշիլդի շարավղից մինչ սինգուլյարությունը, մենք տեսնում ենք ավելի խորը ճշմարտություն։ Սխորոճը ոչ թե պարզապես ֆիզիկական ելույթ է։ Այն հայելի է, որը ցույց է տալիս, թե ինչ է իրականությունը իսկապես։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք նայում եք հայելուն, տեսնում ձեր դեմքը, դուք տեսնում եք ավելի շատ, քան պարզապես մարմին։ Դուք տեսնում եք կազմակերպված դատարկություն, որը պահվում է միասին ուժերի կողմից, որոնք հազիվ հասկանում ենք։ Դուք տեսնում եք համակարգ, որը գոյատում է միայն այն պատճառով, որ տիեզերքը թույլ է տալիս այդ կազմակերպումը գոյություն ունենալ։ Բայց այժմ, երբ մենք հասկանում ենք մեխանիկան, ճնշումը, ծալքը, սինգուլյարությունը, մենք պետք է հարցնենք ավելի խորը հարց։ Ինչո՞վ։ Ինչու՞։ Է տիեզերքը կազմակերպված այնպես, որ զանգվածը ծալում է տարածությունը։ Ինչու՞։ Է գոյություն ունենում այդ սահմանը, Շվարցշիլդի շարավիղը, որը բաժանում է սովորական նյութը սխորոճից։ Ինչու՞։
Լույսը, որը ճանապարհորդում է 300,000 կմ/վ, կարող է հայտնվել բանտարկված։ Սրանք ոչ թե պարզապես գիտական հարցեր են։ Սրանք հարցեր են իրականության բնույթի մասին, հարցեր, որոնք հպվում են գոյության ամենախորը իմաստին։ Արդյոք տարածությունը իրական է, թե՞ պարզապես մաթեմատիկական վերացում։ Արդյոք ժամանակը հոսում է, թե՞ մենք պարզապես շարժվում ենք դրա միջով։ Արդյոք զանգվածը էներգիան նույն բանի երկու դեմքերն են, թե՞ հիմնովին տարբեր ելույթներ։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք նայում եք գիշերային երկնքին, տեսնում աստղերի անսահմանությունը, դուք տեսնում եք տիեզերք, որը կառավարվում է օրենքներով, որոնք մենք դեռ լիովին չենք հասկանում։ Բայց այդ օրենքները ոչ թե կամայական են։ Նրանք արտահայտում են ինչ-որ խորը կապ զանգվածի, էներգիայի, տարածության ժամանակի մեջ։ Արդյոք այդ կապը պատահական է, թե՞ անխուսափելի։ Արդյոք տիեզերքը կարող էր լինել այլ կերպ, թե՞ այն պետք է լիներ հենց այդպիսին։ Գուցե պատասխանը կայանում է նրանում, թե ինչպես ենք մենք տեսնում իրականությունը։ Մենք սովոր ենք մտածել նյութի մասին որպես հիմնարար բանի։ Մենք տեսնում ենք քարերը, ծառերը, աստղերը, մտածում, որ նրանք իրական են, պինդ են, անփոփոխ են։ Բայց ֆիզիկան մեզ սովորեցրեց, որ նյութը պարզապես կազմակերպված էներգիա է։ Ատոմները բաղկացած են մասնիկներից, որոնք ինքնին էներգիայի քվանտներ են։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք բռնում եք քար, զգում նրա քաշը, դուք զգում եք էներգիան, որը կենտրոնացված է այդ հատուկ ձով։ Եվ այդ էներգիան ծալում է տարածությունը իր շուրջը, ստեղծելով այն, ինչ մենք կոչում ենք գրավիտացիա։ Բայց եթե նյութը էներգիա է, էներգիան ծալում է տարածությունը, ապա ինչ է տարածությունը։ Արդյոք այն պարզապես դատարկ բեմ է, որի վրա տեղի է ունենում տիեզերքը։ Թե՞ այն ինչ-որ ավելի հիմնարար է։ Որոշ ֆիզիկոսներ հավատում են, որ տարածությունը ինքը բաղկացած է ինչ-որ բանից, գուցե տեղեկատվությունից, գուցե քվանտային դաշտերից, գուցե ինչ-որ բանից, որը մենք դեռ չենք հայտնաբերել։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք քայլում եք սենյակում, զգում, թե ինչպես ձեր ոտքերը հպվում են հատակին, դուք փոխազդում եք տարածության հետ, տարածության, որը կարող է լինել շատ ավելի բարդ, քան մենք երբևէ պատկերացրել ենք։ Արդյոք տիեզերքը գիտակցում է մեզ։ Արդյոք այն տեսնում է այս փոքրիկ կենդանի համակարգերը, որոնք ապրում են իր անսահման տարածությունում։ Գուցե այս հարցը սխալ է ձակերպված։ Գուցե մենք ոչ թե առանձին ենք տիեզերքից։ Գուցե մենք տիեզերքի մասն ենք, այն մասը, որը սկսել է ճանաչել ինքն իրեն։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք մտածում եք սխորոճների մասին, տիեզերքը մտածում է իր սեփական ծայրահեղ վիճակների մասին ձեր միջոցով։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք զարմանում եք Շվարցշիլդի շառավղին, տիեզերքը զարմանում է իր սեփական օրենքներին ձեր աչքերով։ Մենք ոչ թե դիտորդներ ենք։ Մենք մասնակիցներ ենք, տիեզերքի ինքնագիտակցության գործընթացի մասնակիցներ։ Բայց եթե այդպես է, ապա սխորոճը ձեռք է բերում նոր իմաստ։ Այն ոչ թե պարզապես տարածության շրջան է, որտեղից ոչինչ չի կարող փախչել։ Այն սահման, որտեղ մեր հասկացությունները տարածության, ժամանակի, պատճառականության մասին դադարում են աշխատել։ Այնտեղ է, որտեղ տիեզերքը ցույց է տալիս մեզ, որ մեր տեսությունները, որքան էլ հզոր լինեն, դեռ անկատար են։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք հասնում եք ինչ-որ բանի սահմանին, ձեր գիտելիքների սահմանին, ձեր հասկացողության սահմանին, դուք կանգնած եք սինգուլյարության առաջ, որտեղ հին կանոնները այլևս չեն գործում։ Արդյոք սինգուլյարությունը իրական է, թե՞ պարզապես մեր մաթեմատիկայի սահմանափակում։ Արդյոք կա ինչ-որ բան սինգուլյարության մյուս կողմում, թե՞ այն իսկապես վերջն է։ Մենք չգիտենք։ Եվ գուցե հենց այս անգիտությունը, այս անհնարինությունը իմանալու վերջնական պատասխանը, հենց սա է այն, ինչ տալիս է կյանքին նրա խորությունը։ Եթե մենք գիտենայինք ամեն ինչ, եթե մենք հասկանայինք ամեն ինչ, արդյոք կմնար տեղ զարմանքի համար։ Արդյոք կմնար տեղ հրաշքի համար։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք արթնանում եք առավոտյան բացում աչքերը, դուք մասնակցում եք տիեզերքի ամենամեծ հրաշքին, գիտակցությանը։ Ինչպես է հնարավոր, որ ատոմները, որոնք ինքնին անգիտակից են, կարող են միավորվել ստեղծել գիտակցություն։ Ինչպես է հնարավոր, որ դատարկությունը, որը կազմակերպված է հատուկ ձով, կարող է մտածել իր սեփական գոյության մասին։ Սխորոճը ցույց է տալիս մեզ, որ տիեզերքը կարող է ստեղծել ծայրահեղ վիճակներ, որտեղ տարածությունը ծալվում է իր սեփական մեջ։ Բայց գիտակցությունը նույնպես ծայրահեղ վիճակ, որտեղ նյութը դառնում է ինքնագիտակից։ Արդյոք կա կապ այս երկու ծայրահեղությունների մեջ։
Արդյոք սխորոճները գիտակցությունը արտահայտում են նույն հիմնարար սկզբունք, որը թույլ է տալիս տիեզերքին ստեղծել բարդություն, կազմակերպվածություն, նորություն։ Գուցե այո, գուցե ոչ։ Բայց հարցը ինքնին արժեքավոր է։ Քանի որ այն մեզ հիշեցնում է, որ մենք ապրում ենք տիեզերքում, որը լի է խորհրդով, խորհուրդ, որը ոչ թե վախեցնում է մեզ, այլ հրավիրում է մեզ ավելի խորը հասկանալու։ Եվ այսպես մենք վերադառնում ենք այնտեղ, որտեղ սկսեցինք, բայց այժմ ավելի խորը հասկանալով։ Երկիրը չէ այն, ինչ դուք մտածում եք։ Այն ոչ թե պինդ, անխախտ գունդ է։ Այն դատարկությունը, որը պահվում է միասին անտեսանելի ուժերով։ Բայց այժմ մենք տեսնում ենք, որ այդ դատարկությունը ոչ թե թուլություն է, այլ հնարավորություն։ Այն տարածություն է, որտեղ կարող են գոյություն ունենալ ատոմները, մոլեկուլները, բջիջները, կյանքը, գիտակցությունը։ Եթե նյութը լիներ իսկապես պինդ, առանց դատարկության, կյանքը անհնար կլիներ։ Դատարկությունը ոչ թե բացակայություն է, այլ ներկայություն, ներկայություն հնարավորության, ներկայություն ազատության, ներկայություն ստեղծագործության։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք շնչում եք զգում օդը, որը մտնում է ձեր թոքեր, դուք զգում եք այդ դատարկությունը աշխատանքի մեջ։ Օդի մոլեկուլները շարժվում են դատարկ տարածության միջով, բախվում միմյանց, փոխանակում էներգիա։ Առանց այդ դատարկության, առանց այդ տարածության շարժվելու համար, կյանքը անհնար կլիներ։ Սխորոճը ցույց է տալիս մեզ, թե ինչ է տեղի ունենում, երբ այդ դատարկությունը փլուզվում է, երբ տարածությունը ծալվում է իր սեփական մեջ։ Բայց այն նա հիշեցնում է մեզ, որ մենք ապրում ենք տիեզերքում, որտեղ այդ փլուզումը դեռ չի տեղի ունեցել, որտեղ դատարկությունը դեռ բաց է, որտեղ հնարավորությունը դեռ գոյություն ունի։ Արդյոք կա իմաստ այս ամենին։ Արդյոք կա նպատակ այն բանին, որ տիեզերքը կազմակերպված է այդպես, որ զանգվածը ծալում է տարածությունը, որ սխորոճները գոյություն ունեն, որ մենք կարող ենք մտածել այս բոլորի մասին։ Գուցե իմաստը ոչ թե վերջնական նպատակի մեջ է, այլ ինքը process-ի մեջ։ Գուցե տիեզերքի իմաստը ոչ թե հասնելն է որևէ վերջնական վիճակի, այլ ինքը ճանապարհը, անընդհատ շարժումը, անընդհատ փոխակերպումը, անընդհատ ստեղծագործությունը։ Յուրաքանչյուր աստղ, որը ծնվում է, յուրաքանչյուր սխորոճ, որը ձևավորվում է, յուրաքանչյուր մտք, որը մտածվում է, դրանք բոլորը մասեր են այդ անընդհատ process-ի, որտեղ տիեզերքը ուսումնասիրում է իր սեփական հնարավորությունները։ Եվ այս անսահման տիեզերքում, որտեղ աստղերը ծնվում մահանում են, որտեղ գալակտիկաները պտտվում են իրենց հավերժական պարում, որտեղ սխորոճները ծալում են տարածությունը իրենց սեփական մեջ, մենք շարունակում ենք ապրել, շնչել, մտածել, զարմանալ։ Եվ այդ զարմանքը, այդ կարողությունը տեսնել հրաշքը սովորականի մեջ, անսահմանը վերջավորի մեջ, հավերժությունը ակնթարթի մեջ, գուցե սա է այն, ինչ մեզ դարձնում է մարդ։ Մենք փոքր ենք, բայց մեր հարցերը մեծ են։ Մենք ժամանակավոր ենք, բայց մեր զարմանքը հավերժական է։ Մենք խոցելի ենք, բայց մեր հետաքրքրասիրությունը անսահման է։ Եվ երբ դուք հաջորդ անգամ նայեք գիշերային երկնքին տեսնեք աստղերը, հիշեք, դուք նայում եք տիեզերք, որը լի է սխորոճներով, տարածության ծալքերով, սինգուլյարություններով։ Բայց հիշեք նա, որ դուք ինքներդ հրաշք եք, կազմակերպված դատարկություն, որը կարող է մտածել, զգալ, սիրել։ Եվ այդ հրաշքը, այդ անհավանական փաստը, որ դուք գոյություն ունեք, գուցե ավելի զարմանալի է, քան ցանկացած սխորոճ, ավելի խորհրդավոր է, քան ցանկացած սինգուլյարություն։ Քանի որ դուք տիեզերքի այն մասն եք, որը սկսել է հասկանալ ինքն իրեն։ Եվ այդ հասկացողությունը թե անկատար, թե սահմանափակ, թե միշտ փնտրող, գուցե ամենամեծ նվերն է, որը տիեզերքը տվել է իր սեփական ստեղծագործություններին։